Ընթացքում օգտագործել ենք զինադադարի խախտում հասկացությունը, տերմինը, հիմա մենք այդ տերմինը պետք է մոռանանք, որովհետև սա այլևս զինադադարի խախտում չէ, սա պատերազմ է եւ մենք պետք է շատ լրջորեն եւ խորությամբ այս իրողությունը գիտակցենք սրանից բխող հետևանքները։ Պարոն Փաշինյան, եկեղեցության մեջ ակցում եք լայնածավալ պատերազմ, լայնածավալ գործողություններ, սա լայնածավալ է։ Գիտեք, այդ ծավալը առաջին օրը դուք գիտեք, որ շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցել մարտական գործողություններ եւ երկու կողմից, հարավից եւ հյուսիսից ադրբեջանական զորքերը Ղարաբաղի տարածք ներխուժելու, այսինքն հասկանանք ինչ են ներխուժել եւ գրավելու փորձեր են արել եւ արդեն բավական երկար ժամանակից շփման գծի ողջ երկայնքով զորքերի կուտակումներ են կան, դրա մասին գիտենք բոլորս, այսինքն սա իհարկե լայնածավալ, սա պատերազմ է։ Հիմա գիտեք ինչ, նույնիսկ համաշխարհային պատերազմի օրերին եղել է, որ օրեր են եղել, երբ որ ասենք ինչ որ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է։ Բայց դրանից գիտեք, ես գիշերն եմ վերադարձել Ղարաբաղից եւ անկեղծ ասած այսօրվա տեղեկատվությանը նույնիսկ չեմ հասցրել ծանոթանալ։ Ես եղել եմ Ստեփանակերտում, հետո եղել եմ Մարտակերտում, հետո վերադարձել ենք այդ Թալիշի մատաղիսի ճանապարհով, այդ գծում ինտենսիվ մարտական գործողություններ դե։ Ճանապարհներին չէին ականատես հրետանու աշխատանքը, հրետանու պայթյունները եւ գրադ համակարգի պայթյունները եւ անօրթաչու սարքերի գործողությունները եւ այդ ամեն ինչը երևում է, այսինքն դες Մարտակերտ քաղաքի մեջ արկեր են պայթում։ Գիտեք, նախ իրենց այս փուլի նպատակը առաջին պլան ձախողվել է, սա արձանագրենք, այսինքն նրանք փորձել են երկու կողմերից մտնել Ղարաբաղ եւ ըստ էության կարելի է չկասկածել, եթե այդ երկու անցումը ստացվեր, կհետևեր դրան կենտրոնից հարձակումը Ստեփանակերտ քաղաքի վրա։ Բայց քանի որ մեր զորքերը կարողացել են եւ հարավում եւ հյուսիսում ներխուժման փորձը կասեցնել, արդեն նրանք ըստ էության հասկացել են, որ պլանը չի հաջողվում իրականացնել։ Ու նրանց հայտարարությունը, որ մենք միակողմանիորեն զինադադարի պատրաստ ենք, նաեւ սրա հետ էր կապված, որովհետեւ նրանք հասկացան, որ իրենց նպատակը չիրագործվեց եւ իրենց դադար կարող էր պետք լինել իրավիճակը վերլուծելու եւ նոր հարձակում ձեռնարկելու համար։ Բայց այստեղ խնդիրը եկեք ճիշտ հասկանանք, այս վերջին 2 տարում մենք այս իրավիճակի մինի տարբերակները անդադ ունեցել ենք։ Այսինքն հարձակվել են, ճնշել են մեր զորքերը դիրքերը, մի շաբաթ, 10 օր, մի ամիս, 2 ամիս հանգստացել են եւ նորից կրկնվել է։ Հիմա ռազմաքաղաքական իրավիճակը այսպեսին է։ Եթե մենք օրինակ այս պահի դրությամբ ինչ իրավիճակ կա, այս պահի ստատուս քվոյի շրջանակներում զինադադար հաստատեցինք։ Իսկ որտեղ է երաշխիքը, որ 3 օրից նույն բանը չի կրկնվելու։ Ենթադրենք մենք ապրիլի 1-ի բոլոր դիրքերը ետ գրավեցինք նաև հարավային ուղղությամբ եւ այդ դրությամբ, այդ ստատուս քվոյով հաստատեցինք զինադադար։ Էլի որտեղ է երաշխիքը, որ մի շաբաթ հետո այս հարձակման փորձը չի լինելու։ Հիմա հետեւաբար ո՞րն է լուծումը։ Ղարաբաղում Ղարաբաղի ժողովուրդը շարքային քաղաքացիների հետ երբ որ շփումներ են տեղի ունենում, կարծես թե կա մի այսպիսի տեսակետ, որ պետք է այս փուլում ամեն ինչ անել Ադրբեջանին տարածքային լուրջ կորուստներ պատճառելու համար, որպեսզի գոնե մենք երաշխիք ունենանք, որ այդ իշխանությունը Ալիևը շոկից գոնե մի տարի դուրս չի գա։ Թե չհասկանում եք իրավիճակն է այսպես, այսօր զինադադար արեցինք, դա ասենք 3 օր կամ 4 օր կտևի։ Այո, անկախ տևի, հետո մի շաբաթից նորից նույն մենք սա պետք է հասկանանք։ Այսինքն էլ 2 տարի այս բանը մենք կրկնվում է Մովսեսում, Այգեպարում, Նոյեմբերանում, Ղարաբաղում, բոլոր հնարավոր տեղերում։ Այսինքն ստեղ խնդիրը հետեւյալն է, որ քանի որ արդեն ռազմական գործողությունները մեկնարկել են, մեր ռազմավարական նպատակը Ղարաբաղում, սա ասում եմ ես պաշտոնակ իշխանությունների տեսակետի մասին չեմ խոսում, մարդիկ քննարկում են ամենուր այս հարցը։ Նրանք հասկանում են, որ պետք է շատ լուրջ եւ սոշափելի տարածքային կորուստներ կրի Ադրբեջանը եւ շատ կոնկրետ խնդիր է դրվում, որ պետք է կոնկրետ շատ բավականին տեսանելի քաղաք անցնի Լեռնային Ղարաբաղի ուժերի զինված ուժերի վերահսկողության ներքո եւ երկրորդ դիվանագիտական ճակատում
կա այսպիսի մի խնդիր։ Մենք կարծում եմ, որ մենք պետք է Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ հստակ հայտարարի, որ Ղարաբաղի հարցով այլևս որևէ բանակցություն չի վարելու այնպիսի ֆորմատներում, որպես ներկայացված չէ Ղարաբաղը որպես լիարժեք կողմ։ Այսինքն այն բանակցային սեղանը, որտեղ քննարկվում է Ղարաբաղի հարցը եւ որտեղ Ղարաբաղի ներկայացուցիչը նստած չէ, այդ բանակցություններում Հայաստանը ասելիք չունի։ Այսօր կարծում եմ, այս պետքա ֆիքսել մեկընդմիշտ։ Որևէ մեկը առանց Ղարաբաղի ներկայացուցիչի չպետք է իրեն իրավունք վերապահի քննարկել Ղարաբաղի հարցը։ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը։ Դե գիտեք, դա քայլերից մեկն է, բայց ես այսօրվա իրավիճակում շատ ավելի կարևոր եմ համարում, որ բոլորին եւ միանշանակ ակնհայտ լինի եւ պարզ, որ առանց Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչի չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ քննարկում։ Սա միանշանակ բոլորը պետք է ֆիքսեն։ Ինչ եք կարծում, ԵԱՀԿ երկրները նախագահի ելույթից հետո ինչ որ բան կփոխվի իրենց դիրքորոշումներում, իրենց Ես ձեզ անկեղծ ասեմ, ես վերջին 2 օրերին ավելի շատ ճանապարհներին եմ եղել եւ ընդհանուր լրատվությունից ընդհանրապես տեղյակ չեմ։ Մարտակերտից եք եկել, լուրեր տարածեցին Մարտակերտում 2-3 դիրք կորցնելու, այնուհետև հետ վերադարձնելու հետ կապված։ Դիրքերի հետ կապված իմ խնդրանքը եւ հորդորն է, եկեք մենք հետևենք պաշտոնական, այսինքն ռազմական գերատեսչությունների հաղորդագրություններին, որովհետեւ միայն նրանք են, որ ամեն րոպե օպերատիվ իրավիճակին իրապահում։ Կարող եք ասել Մարտակերտից։ Լավ լուր։ Ձեռնությունը մեր ձեռ։ Գիտեք, թույլ տվեք, ես այսօր մտադիր եմ ազգային ժողովի հայտարարությունների ժամին հայտարարությամբ հանդես գալ, թույլ տվեք լավ լուրերը թողեմ այդ ֆորմատում։